Բայց իմ սիրելի նորմալ մերի բայց իմ սիրելի գործընկերներ այսօր մեր հյուրն է ներազգային ազատագրական շարժման հիմնադիր Վահան Մարտիրոսյանը։ Վահան Մարտիրոսյանը մեզ դիմել է հայտարարելով, որ ունի փաստեր առ այն, որ գազի կալորիականությունը ցածր է, որակի հետ կապված փաստեր ունի։ Իրենց շարժումը անց է կացրել ուսումնասիրություններ եւ պարոն Մարտիրոսյանը պատրաստ է ներկայացնել ուսումնասիրությունների արդյունքները։ Լսենք այդ արդյունքները եւ հետո մեր հարցերով փորձենք պարզել։ Եթե մուտ տղեր մնաց համար։ Համեցեք պարոն Մարտիրոսյան։ Բարև ձեզ, մի անգամ եւս։ Շնորհակալություն, որ եկել եք, շնորհակալություն, որ շատ եք։ Դա փաստում է այն մասին, որ խնդիրը առավել քան կարևոր է, առավել քան արդի է։ Մոտավորապես դեկտեմբերի սկզբերից, նոյեմբերի վերջերից ամբողջ հանրապետության տարածքով համատարած սկսվեց տարբեր տեղերից, տարբեր շրջաններից, Երևանի տարբեր կետերից բողոքներ, որ այս տարի գազը այն չի։ Գազով աշխատող վառարանները, գազօջախները եւ անհատական ջեռուցման համակարգերը չեն տաքացնում, չեն արտաբերում այն ջերմությունը, որ անցած կամ նախանցած տարի արտաբերել են։ Մենք դրա մասին բարձրաձայնեցինք առաջինը, մինչև այդ ինչ-որ Facebook-յան գրառումներ կար եւ այլն, հետո հետեւողական գնացինք բարձելու, թե ուրեմն ինչու՞մն է պատճառը։ Մեր բախտը այնքանով բերեց, որ գտանք ներսից մարդ, ով փորձեց, ես ում անունը իհարկե չեմ տա, մեր հետ համագործակցել եւ սկզբից ակնարկ եղավ, որ ճիշտ ուղղությամբ ենք գնում։ Հետո մեզ հաջողվեց բարձել մի բան, որ իրանք ձեռք են բերել, մոտավորապես արժեքնել մեզ ասացին, մի երաշխսարք, ուրեմն որի միջոցով իրանք կարողանում են գցել գազի կալորիականությունը։ Այսինքն խառնելով ավելի սենց հասարակ լեզվով ասած, մեթանի հետ ազոտ։ Ազոտը դա այն է, ինչ որ թթվածնի մեջ կա 78.3%, որ այն օդի մեջ, որը մենք շնչում ենք։ Առաջի հարցազրույցը եղավ իմ լրատվականներից մեկին մոտ դեկտեմբերի կեսերին, եթե չեմ սխալվում, մինչև այդ խոսացել էին նույն ազգային ժողովում, եթե հիշում եք, այդ կնոջը սիրելու ծիծաղելի օրինակներ եղել, բայց դրանից չէր անցել։ Լուրջ ինչ-որ մեկը չէր սկսել դրանով զբաղվել։ Ես առաջինը այդ իրանց հրաշքսարքի մասին ասեցի, երկրորդ օրը Գազպրոմ Արմենիայից եկավ պատասխանը, ինձնից պահանջեցին հրապարակային ներողություն։ Հակառակ դեպքում հարցը կլուծվի դատական կարգով։ Մենք ավելի հեռու գնացինք, բարձեցինք ուրեմն այն ինչ որ հիմա ես ձեզ կասեմ։ Ձեռքա բերվել, իրանք ասացին, որ ազոտ 2-3 հարցազրույցից հետո իրանք ասում են ազոտ խառնելը դա անիմաստ է, քանի որ ազոտը ավելի թանկ է, քան մեթան։ Դա ասում է իրանց մամլո խոսնակը Սարդարեն, եթե չեմ սխալվում, հա, կինը։ Ուրեմն առաջինը ես ձեզ հիմա ցույց տամ այն ազոտային կայան հասկացողությունը, իրանք ինչը որ 3 հատ սրանից ձեռք են բերել մեր ունեցած տեղեկություններով։ Սենց կարող եք նկարել։ Սա անհատական ազոտային կայան է, ինքը օդից, որ մենք շնչում ենք, գազաբաժանման տարբերակով ստանում է մաքուր ազոտ։ Սա ներեցեք, մի րոպե նկարի հետ կապված, ինչ հավաստություն, որ սա ասենք ինտերնետից չի վերցրած, սա ինչ կայան է, որտեղ է։ Բնականաբար մենք ներս չենք մտել, չենք նկարել։ Որ ինչ կայան, որտեղ է։ Սա այն է, ինչը որ ինդիվիդուալ զակազով իրանք իրենց մոտ տեղադրել են։ 3 հատ սրանից։ Իրենց մոտը ով է եւ որտեղ է սա։ Որտեղ է սա։ Ներսի մարդը մեզ ասել դա։ Ներսը ով է։ Ներսը նախկին Հայրոսգազարդ, հիմա Գազպրոմ Արմենիայի աշխատակից։ Ինքն է մեզ ասել, մեր հետ համագործակցել է, որ ուրեմն սրա միջոցով ռեզերվուարներում, այսինքն ցածր ճնշման տակ, որովհետև բարձր ճնշման տակ դա անհնար է անել։ Իրանք գցում են գազի կալորիականությունը, այսինքն իրանք ոնց ասեմ, ձեզ կաթի օրինակ կարող են բերել, կաթը, եթե մաքուր կաթը 30 անգամ ջրով բացեն ու ծախեն սովորական մաքուր կաթի տեղ։ Բնականաբար ծավալը լիտրերը կավելանան, իրանք ավելի շատ փող կառնեն։ Մոտավորապես այդ է։ Ինչպես։ Չէ, նկարը ինքը չի տվել մեզ, ինքը ասել է, որ կայանն է, մենք պրպտումներով բանով ճարել ենք նմանատիպ պրոտոտիպներ, նույն բանը արվել է 2 տարի առաջ Ուկրաինայում, Լուգանսկում, էլի բողոքի ալիք է բարձրացել, դատական պրոցես է գնացել, այնտեղ գիտությունների ակադեմիայում են կարողացել ապացուցել այդ, որ գազը անորակ է,
էլի կոստերին չի համապատասխանում, մինչև հիմա այդ դատը գնում է, չկան գիտեմ։ Բայց պատկերացնենք նոր առաջին են։ Դուք ասացիք դատական հայց են պատրաստում, եթե ներողություն չխփատրել, ներողություն չեք խփրել այդ մարդը։ Ի վերջո գալու է, եթե դուք ասում եք, ես ինչ մարդկանցով այդ ամենը բացահայտեք, առանցում լինելու է ապաստորը, չէ՞, ինչեւ ասում։ Ես իմ շարժման անդամներից ոչ ոքի չվտանգի չեմ ենթարկի, թող ինձ մեղադրեն, թող դատի տան, մենք ավելի շուտ ենք իրենց դատի տալու, կոլեկտիվ հայտ 100 հոգանոց կներկայացնենք դատարան Գազպրոմ Արմենիայի դեմ։ Ինչքան էլ դուք ուզենաք դրան հավատալ։ Ես մի հատ էլ ուրիշ բան ասեմ, հիմա ցույց կտամ սա ոնց է աշխատում։ Մենակ նրան, որ իրանք ասում են ազոտ մենք չենք կարող առնել, ազոտը ավելի թանկ է։ Սա այսը ամենամատչելի կերպով մենք փորձեցինք սա հավաքել։ Թթվածնից, որ մենք շնչում ենք, 3 փուլով ստանում է մաքուր ազոտ։ Այն ազոտը, որ իրանք ասում են ավելի թանկ է։ Այսինքն իրանք ծախսում են ազոտ ստանալու վրա 0 դրամ։ Հասկանում եք, իրանք ուղղակի չէին մտածել, որ մենք այսքան կխորանանք դրան։ Ինչպես։ Չէ, ինձ պետքա տան, որովհետև ինձ պետքա գա, եթե ես էի հարցազրույցը տվել, դեռ ոչ մի բան չի եղել, կա այդ։ Ինչպեսի հարց տանք, ինչով եք դուք պաշտպանված, որպեսզի ձեզ չմեղադրեն զրպարտության համար։ Մի ամբողջ ազգ, սկսած այն դեկտեմբերի սկզբերից, նոյեմբերի վերջերից, երբ ցախտերը ընկան, սառում է, դուք էլ լսած կլինեք։ Իզուր չի, այսինքն առանց պատճառ անհնար էր, որ մարդիկ, որոնք որ կապված չեն Facebook-ի հետ, գյուղացիները բողոքեին դրանից, ջերմոցային տնտեսություն վարողները բողոքեին դրանից։ Սովորական տնային տնտեսուհիները բողոքեին, որ սուրճը կամ ճաշը չի եփում այն արագությամբ, ինչը որ պետք է։ Մեր մոտ ավելի արագ պետք է եփի, որտեղ մենք բարձրադիր գոտում ենք գտնվում։ Մի ամբողջ ազգ եթե սառում է, դա ապացույց չի, դրանից ապացույց։ Ինչպես։ Աննախադեպ ցուրտը ինչ կապ ունի, եթե մարդունը կոնդիցիոներով է տաքացնում, ջուրը եռացնելու հետ։ Կներեք, ընդհատում եմ, բայց սա շատ կարևոր պահ է, որպեսզի մենք կարողանանք բոլոր լրագրողներով կարողանանք առաջ գնալ հաջորդ փուլին, թե ինչպես են ազոտից եւ այլն ազոտի բանը։ Մեր առաջին հարցն այն է, թե արդյոք իսկապես այսպիսի սա ինչ գործարան է, դե մենք շատ չենք հասկանում, այսպես։ Գործարան չի, ինչ կապ ունի այս կայանը, ինչ կապ ունի այս կայանը, ուրեմն որակի կամ կալորիականության հետ խաղեր տալու մեջ։ Եթե կարելի է, որպեսզի մենք հասկանանք ազոտային կայանը, որը որ 3 հատ ձեռքին բերես սրանից մեր ունեցած տեղեկություններով եմ ասում։ Տեղաբաշխված են, ուրեմն Գազպրոմ Արմենիայի այն տեղերում, որտեղ ցածր կալորիականության միջոցով իրենք հնարավորություն են ստանում, ուրեմն փոխել գազի որակը։ Այսինքն X քանակության մեթան կամ բարձր որակի գազ ունենալու տարբերակում իրանք ունենում են ավելի մեծ Y քանակությամբ գազ ցածր որակի, բայց որը որ ծախում են մեր վրա նույն իրանց կոստերին իբր համապատասխանող գազի որակով։ Գազի գնով։ Եթե ես իմանայի որտեղ են տեղադրված, մեծ հսկական մեր աղբյուրը ասել է հետևյալը, որ այնտեղ կա 2 հատ տաբու, մեկը սրա մասին խոսակցությունն է, երկրորդը դա լաբորատոր ինչ-որ փորձարկումները եւ լաբորատորիա մտնելու վրա դրած տաբուն է։ Դա այս դեկտեմբերից է սկսվել։ Իսկ մենք կարող ենք գազը, որը մենք օգտագործում ենք, անաչառ ձևով ինչ-որ լաբորատորիաներ գտնենք, որտեղ կարող ենք ստուգել։ Հայաստանում գոյություն ունի լաբորատորիաներ, որտեղ ուրեմն ստուգում են գազի կալորիականությունը, 2 լաբորատորիա, թե չեմ սխալվում, մեկը շարժական, մեկը ստատիկ, երկուսն էլ պատկանում են Գազպրոմ Արմենիա ընկերությանը։ Այսինքն իրանք իրանց ստուգում են։ Եթե դուք առնում եք խանութից կաթ, այդ կաթը ջրով բացած է, դուք տանում եք այդ նույն մարդու մոտ, ասում եք, գիտես, քո կաթը ոնց որ ջրով բացած է, ինքն էլ նայում է, ասում է, հա, գիտես, ջրով բացած է, դա անհնար է։ Այդ իրանց լաբորատորիան շատ յուրահատուկ լաբորատորիա է, ինձ ակնարկ արեցին, որ եթե այդ լաբորատորիայում մենք ստուգենք ոչ թե ուրեմն հեղուկ գազը կամ այն գազը, որ մեզ է գալի, կենցաղային օգտագործման, այլ ասենք այն օդը, որ մենք շնչում ենք, այնտեղի սարքավորումները միևնույնն է ցույց կտան, որ այդ օդը, որ մենք շնչում ենք, ջերմազատում է մինիմում 7600 կիլոկալորիա խորանարդ մետրին։ Այսինքն եթե ուրիշ թող Իրանից կամ մասնագետ ես առաջարկել եմ անգամ, իր սարքավորումներով Իրանից թող մասնագետ կա ստուգի։
Դա շատ հասարակ բան է, դա ազոտային կայաններ կան, ազոտная станция հասկացողությունը կա, որ այս սեղանի չափը կա, այսինքն ինդիվիդուալ ինչը որ իրանք են ձեռք բերել։ Չէ, Հայաստանում կա ազոտային օգտագործվում է, ասենք մաքուր ազոտ շատ տեղեր է օգտագործվում է հրդեհ հանգցնելու համար, օգտագործվում է շատ բազմաշերտ, այսպես ասած, կիրառում։ Մեզ ասել են, որ իրանք ձեռք են բերել 3 հատ $350,000 ամեն մեկը։ Բայց դա կարող է այլ նպատակների ծառայել, եթե անգամ ձեռք Այլ նպատակների չի կարող ծառայել նման քանակությամբ, ահռելի քանակությամբ ազոտ արտադրող կայան։ Իրանք ինչպես սա հրդեհ համար չի օգտագործվում, հրդեհ հանգցնելու համար շարժական են լինում դրանք։ Միակ գործառույթը դաժե որակը Ինչպես։ Հա, միակ նպատակը դա է 350։ Ահա։ Բնականաբար չէ, կա երկու սխեմա, որոնցից որ ինչ որ մեկն է աշխատում այստեղ։ Մեկը այնա, որ նրանք գնում են Ռուսաստանից X քանակությամբ գազ, բարձր կալորիականության գազ, որտեղ 5 տեղ ստուգվում է այդ գազը, մինչև մեր մոտ հասնելը, Վրաստանում էլ է ստուգում հասնում։ Կալորիամետրներ կան դրանց ճանապարհին։ Բայց դա քիչ է, որ մեր ազգաբնակչությանը բավարարի, պետք է ասենք Y քանակությամբ, իրանք սրանց միջոցով սարքում են այդ X-ը Y եւ տալիս են մեզ։ Ասել եմ, ես համարում եմ, որ մամլո խոսնակի հայտարարությունը դա ընկերության հայտարարությունն է, ինձ անձամբ ինձ է հայտարարությունը։ Բայց դες պատասխան չի եղել։ Պատասխան գրավոր տեսքով չի եղել, չէ։ Գրավոր ում դիմել։ Մենք Հայրուս գազարդի ժամանակ Գազպրոմ Արմենիայի ժամանակից է այս ամեն ինչը սկսել։ Հարցազրույցներ ենք տվել եւ այսօր եկել է այն պահը, որ կառույցին դիմենք, որ ինչ կառույցը մեզ է դիմել։ Պատասխանը չեն դիմել, թե ինչու չեն դիմել, դա այլ հարց է։ Կառույցը մեզ է դիմել առաջարկով, որ մեր ուզած հասցեով գան իրանց լաբորատորիայով, իրանց սարքերով անեն ուրեմն փորձաքննություն, հա։ Մենք բնականաբար հրաժարվել ենք։ Ի պատասխան դրան ես էլի եմ ասել, Իրանից թող մասնագետ կա կամ Ֆրանսիայից թող մասնագետ կա, անկախ փորձագետ կա, իր շարժական լաբորատորիայով կա եւ անի դա։ Իրանք կարծում եմ նենց ընկերությունը, որ իրանք բյուջեն դա կների մի ամբողջ ազգի այս կասկածը, ինչպես դա մոտ 50,000 եվրո արժի, ես այդ գումարը չունեմ։ Իրենք Չէ, ինձ թվում է Իրանի Իսլամական Հանրապետությունից իրանք դժվար կարողանան վարձել փորձագետ, իրանք իմ ասած փորձագետին թող բերեն։ Դե, նույնց հարցը որ մենք մեր շարժման ես ինքս տեխնիկական կրթություն չունեմ, իմ շարժման անդամների շարքերում կա ֆիզիկոս, ում հետ մենք լաբորատոր պայմաններում արել ենք փորձա այդ կալորիականության ջերմազատման, ուրեմն այդ փորձը արել ենք, այստեղ ինձ ասացին ճշգրտությունը այդ կինը ասաց, որ 85%, 80%-ը չի կարող անցնել, փակ տարայի մեջ ջրի տաքացման մեթոդն է, տաքացվում է սկզբից մի սարքի վրա, որը հստակ նշած է, թե քանի ինչքան կիլոկալորիա է ազատում, եւ նույն բանը, նույն ջերմաստիճանը, նույն տարայի մեջ, նույն ջուրը, նույն ջերմաստիճանից նույն ջերմաստիճան հասցվել է նույն մակերես ունեցող տաքացվող գազի միջոցով։ Այստեղ մեր մոտ կալորիականությունը չի անցել 5,000։ Իսկ Գազպրոմ Արմենիայի գոստում գրած է, որ մինիմում պետք է լինի 7600 կիլոկալորիա խորանարդ մետրին։ Հիմա ես ձեզ կկարդամ իրանց մի կետ ընդամենը, իրանց ուրեմն կանոնադրությունից։ Այստեղ ռուսերեն է երևի կներեք, հա։ Нарушение газоснабжающей газотранспортной организации правил, которые влекут за собой ответственность по возмещению убытков, причиненных потребителю газа. У меня нарочек это там поставка газа, качественные показатели и давление которого не отвечают требованиям нормативных документов. Այսինքն իրանք պետք է փոխհատուցեն, եթե մենք կարողանում ենք ապացուցել, ոչ թե այտենց օրինակ Ուկրաինայում արվել է դա գիտությունների ակադեմիայում, մենք արել ենք փոքրիկ լաբորատորիայում այդ փորձը։
գործ։ Այնտեղ եկա գիտությունների ակադեմիայում դա արվել ու էլի հաշվի չեն նստում այդ արդյունքները իրանք։ Որովհետև եթե հաշվի նստեն, ես այնքանով եմ վստահ, որ կոլեկտիվ հայտ դատարան դեռ ոչ մեկ չի ներկայացրել։ Հանրության աջակցությունը ես մարդկանց հասկանում եք, այնց պիկի է հասել այս ամեն ինչ, այս լարվածությունը գազի շուրջ, թե գնա գոյացման այդ իրանց հանցավոր, եթե չասենք ազգադավաճան սխեմայի շուրջ, ինչին է սա կանդրադառնում, թե ուրեմն այն նրա, որ մարդկանց մոտ հասկանում եք տասնյակ հազարավոր արժողությամբ սարքավորումները անհատական ջեռուցման համակարգերը շարքից դուրս են գալիս, քանի տեղից մենք դա լսել ենք ու դա այս ծմերը ա եղել։ Երբ որ Գազպրոմ Արմենիային մենք ասում ենք սենց է, իրանք ասեցին, պաշտոնական իրանք ուրեմն հայտարարությունն ասում է գազօջախները անսարք են, դրա համար լավ չեն տակացնում։ Ուրեմն դա կամ ցինիզմ է, ես կարծում եմ, կամ իրանք մանկամիտ են, եթե մտածում են ամբողջ հանրապետությունով տարբեր մարզերով բոլոր գազօջախները իրար հետ պայմանավորվեցին եւ մի ձմեռվա մեջ շարքից դուրս են։ Հասկանում եք, ես հիմա իրանց մոտ մինչև այս նույն Լյովա Խաչատրյանը, որ ասաց, նույն այն մյուսը, որ ասաց, իրանք ոչ մի արձագանք չարեցին, միակ արձագանքը եղավ ինձ հրապարակային ներողություն, ինչի, որովհետեւ իրանց մոտ սուր հիստերիայի նոպա է սկսում, երբ իրանք ասում են ազոտի մասին։ Պարոն Մարտիրոսյան, նորից նույն հարցը ես ուզում եմ կրկնել եւ պատասխանը տամ։ Դուք մենակ եք դուրս գալու Ես դիմում եմ բոլոր ընկերություններին, որոնք որ խնդրեմ ունեն Այրուսգազարտի հետ, թող գան համագործակցենք։ Ես մեր շարժման անդամները մոտ 100 հոգի ես կարող եմ անել, ինչ որ ցույց անենք, բայց 100 հոգով եթե ես ցույց արեցի կառավարության դիմաց կամ Այրուսգազարտի դիմաց, շենքի դիմաց, դա արդյունք չի տա, ես գիտեմ։ Դա ընդհանրապես կլինի հերթական ուրեմն այդ օրվա նյուզմեյքերը կլինենք մենք, երևի էլի։ Հասկանում եք, այստեղ ավելի լուրջ, ավելի ինստիտուցիոնալ լուծումներ են հնարավոր։ Եթե այդ 100 հոգանոց կոլեկտիվ հայտը դատարան մենք հետևողական տանենք, իրանք այդ ժամանակ, իրանք են հասկանում եք շահագրգռված, որ ապացուցեն, պետք է շահագրգռված լինեն, որ ապացուցեն, որ ճիշտ է։ Բայց դա ոնց են անելու, ես չգիտեմ, համոզելու են ժողովրդին, որ դուք չեք սառում ամեն ինչ տեղին է, ուրեմն վերջերս ասենք գործը հայտնվեց դատարան, արդեն բավական մեծ աղմուկ է, ինչ ավելի խոսում փաստերով, որպեսզի գործը հայտնվեց դատարան, մենք կհրավիրենք անկախ փորձագետ։ Ինչ որ կերպ մենք կհավաքենք այդ միջոցները եւ իմ ասած Իրանից կհրավիրենք անկախ փորձագետ, թող նա ուրեմն դա պատասխանը հարցերի։ Այլ կերպ ասած, դատարան դիմելը ձեզ ոչ թե վախեցնում է, այլ անգամ ուրախացնում, որ դե դատարանի իրանք ինձ դատի տան, ինձ լրիվ մեկ է դա, թող դատի տան, իսեր Աստծո, խնդիր չունեմ ես։ Այստեղ այն հարցն է, որ մենք իրենց դատի տանք, ոնց անենք, որ մաքսիմում էֆեկտը ստանանք, այսինքն այդ դատությունը լինի կամ գոնե թող ռիսկի միամից կտրուկ որակը բարձրանա, որովհետև առջևում փետրվարը, առջևում ուրեմն փետրվար, համարյա ամբողջ փետրվարը մարտի կեսը։ Մարդիկ մուծում են 80,000, 100,000 ամսեկան եւ չեն տաքանում, գոնե տաքանան դրա դիմաց, հասկանում եք, գազի թեմայով առսերակ տաբու կա ինչ որ դրած, չի կարելի խոսել գազի մասին։ Երբ որ անցած տարի գները բարձրացան եւ ինչ որ ալիք էր ուզում բարձրանար, մեկ էլ երթուղայինները դառնում են 150 դրամ։ Այս տարի երբ որ հունվարին մուծվեց այդ արդեն նոր բարձր սակագներով դեկտեմբերի բարձը, մարդիկ կեսը չմուծեցին, կեսինը անջատեցին, կեսը բարդքարեցին, կարտաղած վիճակ էր, էլի ալիք պետքա բարձրանալ, կուտակայինը մեկ էլ հանգարց ինչ-որ կուտակայինի համար, կուտակային 120,000 դրամ ստացողը կուտակային ֆոնդ պետքա մուծի 6,000 դրամ ամսեկան, չէ՞, ճիշտ եմ ասում, 5%։ Նույն 120,000 դրամ ստացողը, եթե անցած տարի գազի համար տալիս է 30,000 դրամ, 25,000 դրամ, այս տարի տալիս է 60,000 դրամ ամսեկան, որն է ավելի մնասող։ Դե պետք չի իհարկե համեմատել, բոլոր խնդիրներն էլ լուծման կարոտ են եւ ենթակա են։ Պետք չի համեմատել, որ խնդիրն է ավելի սուր, համեցեք։ Ես կարծում եմ կիմանան, բայց ներքին կարգով կարող է եւ հարթեցնեն լուծեն։ Ես չեմ զարմանա, եթե ասենք 5 օրից մեկ էլ բոլորը դզգակ, որ այդ նույն սուրճը էփում է եւ մենք չենք հասցնում կանանց սիրել, հա։ Հասկանում եք։
Նաև ռուսական կողմի հետ կապված ես մի բան կարող եմ ասել, հա, կներեք անդրադարձանեմ, մենք երբ որ ճնշումը շատ բարձրացրեցինք վերջի մի 10-15 օրվա ընթացքում հարցազրույցների տեսքով, մեկ էլ այն օրը աչքովս ուրեմն նյութ է անգնում, որ անկախ փորձագետների հանձնաժողով պետք է ստեղծվի, որը որ զբաղվի այդ գազի որակի բարձելու թե ինչումն է ի վերջո պատճառը։ Ուրախացա, որ արձագանքը արդեն այդպես ալիքով գնում է, հետո երբ կարդացի ովքեր են զբաղվում դրանով, այդ փորձագետ նախաձեռնող խմբի, այսպես ասած, հիմնադիրները ովքեր են, այնտեղ Ժառանգության կուսակցության կարկառուն հանրապետական կուսակցության ֆիլիալ ներկայացող Ժառանգության կուսակցություն կարկառուն ներկայացուցիչներից մեկն էր, եւ այնտեղ ինձ պարզ դարձավ, թե իրանք ինչ անկախ փորձաքննություններ են անելու, ինչ անկախ արդար արդյունքներ են արձանագրելու, հասկանում եք։ Ասեն կարող է ասեն կալորականությունը ցածր է, բայց դուք գնացեք տուն, ասենք երեխեքին կերակրեք, էլի, հասկանում եք։ Այս վիճակն է։ Ոչ ոք լուրջ չի զբաղվում դրանով։ Ինստիտուտները հրաժարվում են։ Ֆիզիկայի ինստիտուտ դիմում ենք, այնտեղ ասում են, ինձ ասել են, կներես 70,000 դրամ աշխատավարձ եմ ստանում, ես այդ հիմա անեմ լաբորատորիայում, բա դու ես հետո պահելու ընտանիքս։ Այլ կերպ ասած, կրակը վերցնում եք ձեզ վրա եւ կարծում եք, որ կկարողանաք ապացուցել։ Կարծում եմ, որ կկարողանամ ապացուցել, կարծում եմ, որ ինչ որ կերպ կկարողանամ ազդել, որ այս խայտառակ վիճակը շատվի։ Որովհետև սա խայտառակություն է, եթե մենք այսօրվա օրով անդամակցում ենք մաքսային միությանը, ինչին ես անձամբ կողմ եմ, բայց ոչ այս իշխանությունների օրոք, ոչ այս խայտառակ պայմաններով, որ հիմա կա։ Եթե դուք կարդացել եք 1000 էջանոց այդ մաքսայինի ուրեմն ռեզոլյուցիան, այնտեղ մենք սովորական հայ ժողովուրդը այնքան օգուտ պետք է քաղենք դրանից, նույն գազի պարագայում։ Մենք հիմա ԱՊՀ երկրներում վերջնահաշվարկը որ գալիս է մեզ, այսինքն սպառողին, մուծում ենք ամենաբարձր 156 դրամից բարձր ոչ միտեղ չկա։ Բայց այստեղ ես ձեզ ասեմ, ուրեմն Ուկրաինան գազ է գնում $268, մենք 189-ով ենք գնում։ Ուրեմն ուկրաինացին, հաշարքային ուկրաինացին վերջում հասնում է գազը, վճարում է 52 դրամ խորանարդ մետրի համար։ Վրաստանը Ադրբեջանից է գնում գազ $186, վրացին 110 դրամ խորանարդ մետրի համար, Մոլդովան $387, մոլդովացին վճարում է ուրեմն 67 դրամ խորանարդ մետրի համար եւ միայն Հայաստանն է, որ $189-ով մուտք է գործում գազը, պլյուս $10 վրացական տրանզիտը։ Եվ մենք մուծում ենք 156 դրամ խորանարդ մետրի $80, ամբողջ աշխարհում գնագոյացումը 24%-ից չի կարող անցնել։ Մեր մոտ 100% է, հասկանում եք։ Այդ $189-ն էլ է աբսուրդ վերջի զարգացումներից հետո, որովհետև եթե նրանք գնում են ըս ընկերություն Հայ-Ռուսգազարտել չկա 100% Գազպրոմն է, չէ՞։ Այսինքն $189-ով Գազպրոմին է ծախում գազ, հետո էլ Գազպրոմը մեզ ծախում է $380 արդեն։ Դրա համար ժողովուրդը դեմ է մաքսային միությանը դուրս գալի, որովհետև ասում են, սպասում էին, որ հեսա լավ կլինի, ընդհակառակը ավելի վատ է։ Կոլեկտիվ, այո, պատրաստում ենք կոլեկտիվ հայտ։ Համախոհներ մենակ մեր շարժման անդամները երիք են, 100 հոգի երիք է։ 80 քանի հոգի ունենք երիք։ Բարի, համեցեք հետո։ Այս նկարը ներսի մարդը, ով որ չէ, ինքը չի նկարել տվել մեզ, ներսի մարդը, ով որ կա, ինքը ասաց, որ այս պրոտոտիպի, այս տիպի կայան է ձեռք բերվել, նկարը ինքն է տվել, ինձ որտեղից է տվել, չգիտեմ։ Մեր արած հետազոտությունները։ Ես մոտավորապես չգիտեմ, բանի րոպե, այստեղ լսում եմ, որը բան չեք ասում, որը բան ապացուցել Ես լրագրողներին հարգում եմ, դուք լրագրողներդ պետք է արտահայտեք ազգաբնակչության, ուրեմն մտահոգիչ թեմաների շուրջ, հա, ձեր Սա բամբասանք է։ Մի ամբողջ ազգ սառում է, դա բամբասանք է, ըստ ոնց փաս չի։ Սառելը փաս չի։
Եթե ես փաստ ունենայի իրանց առաջի կետի համաձայն, իրանք 67 միլիոն փաստերը կան մեր ուրեմն հետազոտությունների արդյունքներն է։ Անկախ լրագրողներ եք, ստիպեք իրանց, մտեք իրանց մոտ ու թող դա չլինի էքսկուրսիա, գնացեք, դուք անակնկալ այցեր արեք իրանց։ 10 լրագրողով եթե գնաք, մենք տեղը եթե իմանայինք, մենք կգնայինք այնտեղ, իրանց գլխին կկանգնեինք, անվտանգությունը մի կերպ կանցնեինք, ինտեղ կճարենք, գնայինք իրանց գլխին կկանգնեինք, իրանք 67 միլիոն դոլար մոտավորապես հաշվարկը պետք է տային։ Դուք ունեք տվյալներ, որը բամբասանք չեն ըստ ձեզ, որովհետև դուք մի քայլ առաջ եք գնացել եւ դուք ահազանգում եք, որ կա այսպիսի ինֆորմացիա դուք ունեք։ Ասում ենք, Ստել եք եւ եկել եք այն եզրակացման, որ այդ ինֆորմացիան ստույգ է, այն աստիճան, որ դուք պատրաստ եք կանգնել դատարանի առջև եւ պահանջել հետաքննություն։ Այո։ Դուք կոչ եք անում լրագրողներին լրագրողական հետաքննություն անել։ Համենայն դեպս հարցի շուրջ ուշադրություն եք սևեռում այսպես լրագրողների եւ հանրության։ Եվ չեք վախենում, որ վաղը ձեզ զրպարտության համար կմեղադրեն եւ գուցե կարող է եւ դատեն, որովհետեւ գազը դուք չեք կարող ամբարել եւ ապացուցել, որ երեկվա գազը կալորիականությունը ցածր էր, այսօր երբ որ դուք ինքներդ ասեք դատական օրերին կարող է գազի որակը բարձր լինի։ Իսկ դուք խոսում եք երեկվա գազի մասին, այսինքն մի բան, որը չեք կարող ապացուցել, չեք կարող, շոշափելի չի։ Ահա, այսինքն չի մնում, մնայուն։ Չի մնայուն չի, այո։ Նկատի ունեք։ Ոնց եք դուք ապացուցելու, անգամ եթե դուք 1000 անգամ ճիշտ եք։ Կա արդեն ռեզերվուարում կա գազ, ինչ որ քանակությամբ գազ, որը իրենք պետք է սպառեն, որ նոր տան մեզ բարձր կալորիականության գազը, եթե դա ստանում են։ Իրանք դա ինձ թվում է դա անես չի որ մի հատ կնոպկա սխմեցին ու մեկ էլ հանգած բոլորիս մոտ սկսեց ամեն ինչ լավ լինել եւ տաքացնել եւ ջուրը եռալ։ Շատ բարի, շնորհակալություն, որ ստացավ եք, բայց ցավոք փաստերը իսկապես գուցե լրագրողներից շատերը կտան լուրը, բայց կասեմ, որ փաստեր դեռևս հաստատուն փաստեր չկան։ Հաստատուն փաստերի դեպքում իրանք ես էլի եմ ասում 67 միլիոն դոլար պետք է Շատ բարի, ահազանգ կա մտահոգություն կա։ Գրիգորի հարց ունեիք դուք։ Գրիշա։ Հատկապես գործերը ունեն մի տարբերություն։ Մենք պատասխանատու համաձայնություն, 1 քվadratmetrից կարելի է ստանալ դուքից 12 կիլովատ-ժամ էլեկտրաէներգիա։ Ո՞վ պայմանավորված է տարբերությունը։ Կիլովատերը դա հոսանքին է վերաբերում։ Մեր մոտ թե գազի թե հոսանքի բարագայում գոստերը կան դեռ 88 թվից սովետական միությունից, այստեղ հստակ գրված է, որ մինիմումը պետք է լինի խորանարդ մետրը գազին արտաբերի 7600 կիլոկալորիա։ Հոսանքինը ես տեղյակ չեմ։ Դա 7600-ը դա մինիմումն է, աշխարհում չկա նենց ուրեմն հորանցք, որտեղից դուրս գա 7600-ից ցածր գազ։ Մեր ինչպես բարձր կա, ամենաբարձրը Տյումենինն է, եթե չեմ սխալվում, այնտեղ 12000 է, ինչպես։ Տարբերությունը որակային ազոտային քանակը եւ մեթանի որակը։ Հանքից այնտեղ ազոտը մի տոկոսը չի անցնում։ Մեր տարբեր հանքեր են, նույն ոսկին ելնում է 555 պրոբի եւ ելնում է չերվը, չէ։ Շատ բարի։ Եթե հարցեր չկան, ես ամփոփ եմ ասուլիսը, շնորհակալություն։ Արդեն լրագրողները երևի առանձին կմտեն։